Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք նրա 3-րդ երկի 9-րդ գլուխը, որտեղ Տեր Բրահման, որը միաժամանակ եւ ներկայացվում է արիացիների կողմից որպես նյութական աշխարհի երկրորդական արարիչ եւ միաժամանակ ներկայացվում է որպես նյութական բանականության մարմնավորում։ Նա այս պահին ուրեմն աղոթքներ է մատուցում Գերագույն Աստծո ազնվորությանը, ինչի համար, որովհետև ինքը հայտնվեց Լոտոսի ծաղիկի վրա, չկարողացավ հասկանալ, ինչպես դա բնորոշ է նյութական բանականությանը, չկարողացավ հասկանալ իր գոյության իմաստը, չկարողացավ հասկանալ, թե ինքը որտեղից է առաջացել, թե ինչի համար գոյություն ունի, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը մի բառ ասեց իրեն, այսինքն ասես տապո, այսինքն գնա եւ խորասուզվիր ինքդ քո մեջ, կտրելով զգայարանները արտաքին աշխարհից եւ այնտեղ ներսում կգտնես քո բոլոր հարցերի պատասխանները։ Տեր Բրահման ինքը այդպես էլ արեց եւ որպես հետևանք հանդիպեց Գերագույն Աստծո ազնվորությանը։ Այս process-ը արիացիները իրենք բազմիցս են կրկնելու, իրենք համառորեն շարունակում են պնդել, որ ուրեմն տիրապետում էին այնպիսի գործընթացների, որի շնորհիվ հնարավոր էր Գերագույն Աստծո ազնվորության հետ հանդիպումը։ Եվ պարզ է, որ երբ որ Տեր Բրահման ինքը տեսավ Գերագույն Աստծո ազնվորությանը, մենք ձեզ հետ քննարկեցինք, որ իրականում այդ կերպարը ինքը շատ անսպասելի է մեր համար, որովհետև բոլոր այլ կրոնական տեսությունների մեջ Գերագույն Աստծո ազնվորության կերպարը ինքը թողնված է կենդանի էակի երևակայությանը, չէ, կամ ասենք հենված է նյութական գաղափարների վրա, որտեղ բաց տրամաբանություն է առաջ քաշվում, որ եթե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ամենաիմաստունն է, դա նշանակում է, որ ինքը ծերունի է, հա, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի կարող ունենալ անձնական կյանք, եթե նույնիսկ ինքը անձնական կյանք ունի, այդ անձնական կյանքի մեջ եւ ինքը եւ իր ուրեմն մտերիմները զբաղված են միայն նյութական աշխարհում ապրող կենդանիների խնդիրները լուծելով եւ այլն եւ այլն։ Եվ մենք կամաց-կամաց քննարկում ենք, որ այդ թեմաները իրականում այդպիսի պատկերացումները իրենք խիստ նյութական են։ Տեր Բրահման ինքը շարունակում է իր աղոթքները, ես ներողություն եմ խնդրում, այս շաբաթ պրակտիկորեն չկարողացա ոչ մի տեսահոլովակ ձայնագրեմ, ուղղակի այսպես անձնական խնդիրներով էի զբաղված, ուղղակի ֆիզիկապես չէի հասցնում, ներող կլինեք, հույսով եմ, որ ուրեմն կլրացնենք այդ բացը։ Ուրեմն սիրելիներս եւ ես կարդամ տեքստը մեր այսօրվա եւ մենք շարունակենք քննարկել, թե ինչ էր հասկանում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ երբ որ արիացիների կատարմամբ կենդանի էակը ինքը հանդիպում է Գերագույն Աստծո ազնվորությանը, ինքը աղոթքներ է մատուցում Աստծուն, որտեղ ինքը ներկայացնում է իրականում, թե ինքը ինչ գիտի Աստծո մասին։ Եվ Տեր Բրահման ինքը մի քիչ հետո պետք է սկսի երկրորդական արարչագործությունը։ Երկրորդական, որովհետև Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արդեն տրամադրել էր տարածքը, որը կոչվում է նյութական աշխարհ, կառուցվածքը այդ նյութական աշխարհի, ուրեմն եւ դրա հետ մեկտեղ, չէ, հանձնել էր արդեն կենդանի էակներին, որպեսզի կենդանի էակները իրենք որոշեն, թե ինչ ցանկություններով, ինչպիսի արարքներով, ինչպիսի զգացմունքներով են պատրաստ մտնել այդ աշխարհ։ Եվ հիմա Տեր Բրահման ինքը հենց դա է ուզում հասկանա, թե ասենք որն է ինքը ուզում է գործել առաքինության գոյավիճակի կամ տրասցենդենտալ վիճակի ազդեցության տակ, երբ որ իր գործողությունները պետք է համահունչ լինեն Գերագույն Աստծո ազնվորության կամքի հետ։ Եվ հիմա ինքը խոսում է նրա մասին, թե ինչ է տեսնում կամ ինչ է հասկանում ինքը, հա, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շտկի, եթե կան սխալներ, կամ հաստատի, եթե Բրահման ինքը ճիշտ է։ Եվ այսպես Շրիմադ Բհագավատամ 3-րդ երկ 9-րդ գլուխ
Տեքստ համար 6 Տեքստը հնչում է այսպես. Օտերիմ, այս աշխարհի մարդիկ ծանրաբեռնված կյանքի հոգսերով ու անհանգստություններով անընդհատ վախի մեջ են։ Նրանք անընդհատ ստիպված են պաշտպանել իրենց մարմինները, հարստությունը, ընկերներին և ստիպված են նվաստացումներ հանդուրժել։ Նրանք լի են վշտով և արատավոր ցանկություններով։ Նրանք իրենց բոլոր գործողությունները կատարում են ընչաքաղցությունից դրդված, հիմնվելով ես և իմը անցողիկ պատկերացումների վրա։ Քանի դեռ նրանք չեն ապավինել քո հուսալի լոտոս ոտքերին, այս բոլոր անհանգստությունները կտանջեն նրանց։ Եվ ուրեմն, ինչպես տեսնում ենք, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ակնկալեք Տեր Բրահման ինքը արդեն սկսել է ասել տեքստեր, որը վերաբերվում է մեզ, կենդանի էակներին, որոնք ապրում են այս աշխարհում։ Ուրեմն, ինչ է տեսնում Տեր Բրահման, այսինքն ամենաբանական կենդանի էակը։ Ինչու է սա կարևոր, ինչու եմ ես շեշտում ամեն անգամ ամենաբանական կենդանի էակը, որովհետև այստեղ մենք ցես հետ իրականում ստանում ենք մի շատ կարևոր հիմք, Այսինքն, այսպես է, որ մենք հիմա նայում ենք, թե Տեր Բրահման, այսինքն ամենաբանական կենդանի էակը, ինչպես է գնահատում այս աշխարհում գոյություն ունեցող կենդանի էակների վիճակը, նրանց կյանքը և նրանց նախասիրությունները։ Սա շատ կարևոր է, որ Տեր Բրահման ինքը ամենաբանական կենդանի էակն է նյութական աշխարհում, ինչու համար, որովհետև մենք այստեղ հնարավորություն ենք ստանում համեմատել, ուրեմն այնքան մեր վերաբերմունքը, մեր արժեքային համակարգը տարբերվում է նրանից, թե ինչ ասեց Տեր Բրահման, այդքան մենք սխալ ենք գնահատում այս աշխարհը։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, եւ սա շատ կարևոր է։ Այսինքն մենք հիմա հնարավորություն ենք ստանում Տեր Բրահմայի գնահատականները լսելով շտկել մեր սեփական գնահատականները կամ մեր սեփական վերաբերմունքը նյութական աշխարհի հանդեպ եւ մեր գոյության հանդեպ այդ աշխարհում։ Եվ իրական հոգևոր կյանքը ինքը հենց այդպես էլ տեղի ունենում, որ մշտական պետք է կատարվի արժեքային համակարգի շտկում, հասկանում եք, որովհետև որ մենք ասում ենք ստի թուլություն կամ արատ, չէ, արատը ինքը հենված է արժեքային համակարգի վրա, որովհետև արժեքային համակարգի հիմքի վրա է կենդանիակը իրեն թույլ տալիս այս կամ այն գործողությունները։ Եվ այս պահին ուրեմն տեքստը, որը հնչեց, չէ, ուրեմն առաջի հերթին Տեր Բրահման ինքը, եթե մենք այսպես բառ առ բառ գնանք, Տեր Բրահման ինքը դիմեց Գերագույն Աստծո անձնավորությունը ասելով «Օ իմ Տեր»։ Չէ, «Օ իմ Տեր» դա միշտ նշանակում է, այսինքն ինքը չասեց ոչ «Օ իմ ընկեր», «Օ իմ հայր», ինքը ասեց «Օ իմ Տեր»։ Եվ սա նշանակում է, որ Տեր Բրահման հիմա դիմում է Գերագույն Աստծո անձնավորությանը որպես ղեկավարի։ Այսինքն ոչ թե սա ինչ որ աբստրակտ Աստծո հանդեպ բան է, ասենք, ուղված դիմում է, չէ, այլ ինքը շատ կոնկրետ ասպեկտին է հիմա դիմում Գերագույն Աստծո անձնավորությանը, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ իրան դիմում են «Օ իմ Տեր», դա միշտ նշանակում է, որ կենդանիակը ինքը ընդունում է, ինքը ապաստարան է ընդունում այդ կենդանիակի մոտ եւ պատրաստ է կատարել նրա ցանկությունները, չէ՞։ Եվ երկրորդը դա նա է, որ ինքը պաշտպանություն է ակնկալում, չէ՞։ Հիմա եւ ինքը անմիջապես ասեց այս աշխարհում ապրող կենդանի էակները, Այսինքն այս աշխարհում ապրող կենդանիակները դա այն կենդանիակներն են, մենք դա բազմիցս քննարկել ենք, որոնք իրենք նույնացնում են իրենց նյութական մարմնի հետ։
Եվ Տեր Բրահման հիմա ինքը նստած է, շատ կարևոր է, չէ՞, ինքը նստած է եւ տիեզերքում դեռ ոչ մեկ չկա։ Տիեզերքում դեռ կան միայն մոլորակները։ Հա? Եվ Տեր Բրահման նախորոք ասում է, այն կենդանի էակները, որոնք իրենք նույնացնում են իրենց նյութական մարմնի հետ, նրանք ծանրաբեռնված են կենցաղի, ուրեմն հոգսերով եւ անհանգստություններով։ Ինչի մասին հիմա խոսեց Տեր Բրահման։ Տեր Բրահման ինքը անմիջապես խոսեց նյութական աշխարհում ապրող կենդանի էակների մտքի վիճակի մասին։ Հասկանում եք, այսինքն ամեն մի կենդանի էակ, չէ, ինքը մտածում է, ես գոյություն ունեմ որպես այս նյութական մարմինը։ Այդ կոնստրուկցիան, որ կենդանի էակը ինքը նույնացնում է իր նյութական մարմնի հետ, դա իրականում պատրանք է, իլյուզիա է, որովհետև կենդանի էակը ինքը մաքուր հոգի է եւ հոգեվոր աշխարհում ունի հավերժ հոգեվոր մարմին։ Չէ՞։ Որտեղ եթե մենք տեսնում ենք, մենք կարողանում ենք տեսնել, որ երբ որ կրոնական տեսությունը ինքը պատկերացում չունի հոգեվոր աշխարհի մասին, ինքը տարբեր տեսակի գաղափարներ են առաջ քաշվում, որտեղ մարդիկ իրանք միշտ այդպես են պատկերացնում, որ հոգեվոր աշխարհում են լինելու կամ դրախտում են լինելու հենց այս մարմիններով, բայց իրականում այս մարմինը մեր հոգեվոր մարմնի հետ ըստ արիացիների համենայն դեպս ոչ մի կապ չունի։ Եվ այն արգումենտները, որ իրանք են բերում, դու ես արդեն նայել եմ, հիմա նորից չվերադառնանք էլի առաջի դասարան, հա։ Ինձ ամենադեպս իմ համար այդ արգումենտները բավարար են։ Ուրեմն ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, այդ կենդանիակները, որոնք իրանք ապրում են այս աշխարհում եւ նույնացնում են իրանց նյութական մարմնի հետ, իրանց ամենագլխավոր վիճակը դա է, որ իրանք միշտ ծանրաբեռնված են կենցաղային հոգսերով։ Հասկանում եք, այսինքն Տեր Բրահման ինքը խոսում է մի մտքի վիճակի մասին, որտեղ անձնավորությունները իրանք մշտապես բանն էլի, այս իմանալ ծանրաբեռնված են, այսինքն չափից ավելի ինչ-որ բան են կրում, հա, որպեսզի այդ ճշմարտությունը իրանց մասին կարողանան պահել, որ ես գոյություն ունեմ որպես նյութական մարմին, չէ՞։ Հաջորդ գաղափարը, որը Տեր Բրահման ինքը առաջ քաշեց, ինքը խոսեց դրա մասին, որ այդ ազնվորությունները իրանք գտնվում են մշտական վախի տրամադրությունների մեջ, հա։ Եվ այո, իհարկե, երբ որ կենդանի էակը լինելով հավերժ հոգի, նույնացնում է իրեն մի անկատար մարմնի հետ, որը խոցելի է, թերություններով լի է եւ ժամանակավոր, չէ՞, դա իհարկե շատ մեծ անհանգստությունների հիմք է հանդիսանում եւ այո, հավերժ կենդանի էակը ինքը շատ է վախենում կորցնել իր գոյությունը, որովհետեւ հոգին ինքը գիտի, որ ինքը հավերժ է եւ իր համար դրանից ավելի սարսափելի միտք, քան այն, որ ինքը կարող է կորցնել իր ուրեմն գոյությունը, դրանից ավելի սարսափելի միտք հոգու համար գոյություն չունի եւ հոգին ինքը այդտեղ իհարկե լցվում է մեծ վախով, չէ՞։ Եվ դրանից բխող այդ վախը, որը ինքը կա, ինքը առաջ քաշեց հաջորդ իրականությունը այս աշխարհի, չէ՞։ Եվ այդպիսի կենդանիակները իրանք ստիպված են լինում, հա, պաշտպանել իրենց մարմինը, իրենց հարստությունը, իրենց մտերիմների։ Հա, այսինքն այստեղ ինքը խոսած 3 մակարդակի կապվածությունների մասին։ Մենք հիմա հետո կամաց այս հիմա ուղղակի բառացի նայում ենք տեքստը, հա։ Եվ ինքը խոսած 3 տեսակի կապվածությունների մասին, այսինքն մարմնի, հա, ուրեմն հարստության, այն ինչ որ ապահովում է այդ մարմնի ուրեմն ապահով գոյությունը, չէ՞, եւ ընկերները դրանք կարելի ասել կենդանիակի էմոցիոնալ մարմնի մասին է խոսքը, որի հիմքի վրա ինքը կառուցում է հարաբերություններ, չէ՞։ Այսինքն իրենք ստիպված են լինում պաշտպանել իրենց ֆիզիկական մարմինը, այն ինչ որ իրենք ձեռք են բերել այդ մարմնի հաշվին
եւ այն էմոցիոնալ աշխարհը, որ իրենք ունեն ձևավորել են ուրիշ կենդանիների հետ հարաբերությունների մեջ։ Հիմա այս 3 գործոններից, չէ, այսինքն մշտական բանել, մշտական ծանրաբեռնված են, շատ վախենում են, հա, եւ ստիպված են պաշտպանել իրենց կապվածությունները, այս 3-ի մեջ կենդանիակը ըստ Բրահմայի ինքը մշտական, ուրեմն ստիպված է լինում հանդուրժել նսեմացումներ։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ կենդանիակի եսը նյութական աշխարհում ինքը շատ խոցելի վիճակում է գտնվում, հա, ինչու, որովհետև եթե մենք ասենք վերցնենք մարդուն, մեզ այս պահին մարդն է հետաքրքրում, բայց իրականում ամբողջ տիեզերքն է այդ օրենքի վրա հիմնված, չէ, կենդանիակները իրենք հասարակական դիրք են ունենում, մենք գիտենք, որ նույնիսկ կենդանական աշխարհում այդպիսի հասարակական դիրք գոյություն ունի, չէ, եւ այդտեղ իրենք, ասենք, ինչ որ մեկը գրավում է առաջնորդի դիրք, ինչ որ մեկը գրավում է ենթակայի դիրք եւ նյութական աշխարհում առաջնորդը միշտ բռնություն է գործադրում այն ազնվորությունների հանդեպ, ովքեր որ իրեն ենթակա են, չէ՞։ Եվ այստեղ բնականաբար այդ նսեմացումներից կենդանիակի սիրտը լցվում է ողբով, չէ՞։ Եվ ուրեմն դրան միանում է այն, որ կենդանիակը ինքը ունի ինքը ունի արատավոր ցանկություններ։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք դրա մասին, որ կենդանիակը ինքը խորասուզվում է ողբի մեջ, հա, եւ ունի ուրեմն արատավոր ցանկություններ, այս երկու բաղադրիչները իրանք հենց այն շարժիչն են, որը կենդանիակին պահում են ծնունդի եւ մահվան շրջապտույտի մեջ։ Եվ ունենալով, հա, լցված լինելով ողբով եւ ունենալով արատավոր ցանկություններ, այդպիսի կենդանիակները իրենք միշտ ղեկավարվում են ագահությամբ։ Այսինքն սա նյութական աշխարհի ամենակարևոր հիվանդ հոգու, եթե կարելի է այդպես ասել, ամենակարևոր եւ իր համար իրականում ամենավտանգավոր որակն է ագահությունը։ Ագահություն դա միշտ նշանակում է, որ կենդանիակը ինքը չի կարողանում կշտանալ, այսինքն ոչ մի պահի չի կարողանում կանգնել։ Եվ ամեն մի, եթե պատկերավոր ասենք, ամեն մի միլիարդատեր, հա, ինքը ինչ որ մի ժամանակ սկսել է նրանից, որ ուղղակի փորձ է կատարել հաղթահարել սովն ու ծայրահեղ աղքատությունը։ Եվ երբեք չի կարողացել կանգ առնել։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն հաջորդ գաղափարը, որը հնչեցրեց Տեր Բրահման, դա նա էր, որ կենդանիակները իրենց գործողությունները հիմնում են իրենց պատկերացումների վրա, սա արիացիների կողմից իրենց շատ սիրված գաղափարն է, ես եւ իմը, ահամ եւ մամա, հա։ Սա կեղծ եսի բանաձևն է, այսինքն կեղծ եսը ինքը միշտ այսինքն որն է կեղծ եսը, էլի, որ հավերժ հոգին, օրինակ հիմա ես որպես հավերժ հոգի մտածում եմ, որ ես այս կանացի մարմինն եմ, չէ՞։ Եվ ես իհարկե ունեմ այդ գաղափարը, չէ՞, ինձ, ես եւ իմը։ Եվ Բրահման ինքը ասում է, որ այդ պատկերացումները իրենք էֆիմերն են, հա, գոյություն չունեցող են, հորինված են, հա, ժամանակավոր են եւ չունեն ոչ մի տեսակի կայունություն։ Եվ ավարտվեց իր խոսքը նրանով, որ ինքը արեց եզրակացություն, որ այն կենդանիակները, որը ունեն այն բնութագրերը, որը մենք թվարկեցինք, հա, իրանց տանջելու են, հա, այնքան ժամանակ, այսինքն Տեր Բրահման ինքը այստեղ տեսնում է, որ բոլոր տեսակի տանջանքները կենդանիակի կյանք գալիս են ոչ պատահական,
այլ որպես օրինաչափություն, այսինքն որպես հետևանք այն ամենի, ինչը մենք ձեզ հետ արդեն թվարկեցինք, հա? Եվ Տեր-Բրահման ինքը ասեց, թե երբ է ավարտվում այդ ցепочка, հա, երբ է ավարտվում այդ բանը, էլի շղթան ծնունդների եւ մահվան, երբ որ կենդանիակը ինքը իր մեջ ունի այն հենարանը, որ մենք ձեզ հետ այս պահին քննարկեցինք։ Եվ իհարկե, որպես մի ազնվորություն, որը հիմա փաստացի իր առաջ տեսնում է Գերագույն Աստծո ազնվորությանը, չէ, ինքը հանգիստ խոսում է նրա մասին, որ եւ այդ վիճակը ինքը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ որ կենդանիակները իրենք չվերականգնեն իրենց ապաստարանը քո մաքուր տոտոսային, քո մաքուր ոտաթաթերի մոտ։ Հա? Այսինքն, հա, եթե մենք այստեղ նայում ենք, մենք տեսնում ենք, որ իրականում ամբողջ տեքստը ինքը կառուցված է այնպես, որ Տեր-Բրահման ինքը քննարկում է կենդանի էակի վախի կառուցվածքը։ Հա? Եվ որն էր գլխավոր գաղափարը։ Գլխավոր գաղափարը կանգնում էր նրանում, որ իրականում վախը դա ոչ թե զգացողություն է կամ զգացմունք, չգիտեմ, էմոցիա չի, հա? Վախը ինքը ոչ թե էմոցիա է, որը զգում է հոգին, հա? Այլ վախը առաջանում է, որովհետև կենդանեակի գիտակցությունը ինքը ունի, այսինքն դա հետևանք է, այսպես ասեմ, հա, վախը ինքը հետևանք է սխալ կենտրոնի, գիտակցության սխալ կենտրոնի, որտեղ կենդանեակը ինքը հիմա իր երջանկության հույսը դնում է ինքը իր վրա, իսկ իր հնարավորությունները սահմանափակ են, և նյութական աշխարհում ինքը միշտ կարող է հանդիպել կենդանեակների, որոնք նույնպես ագահ են, հա, և իրանից ավելի հզոր, և այդ վախը հաղթահարել, ինքը այդ վախը առաջանում է այդ հետևանքով, որ կենդանեակը ինքը ունի սխալ մտածելակերպի կենտրոն, հա? Այսինքն, երբ որ կենդանեակը ինքը կապված է իր նյութական մարմնին, չէ, մարմինը ինքը դառնում է իր համար, բան էլի, ուգրոզը դառնում է իր համար սպառնալիք, հասկանում եք, հա, եւ երբ որ կենդանեակը ինքը այդ իմը գաղափարը սկսում է բանանել, ավելացնել, չէ, իրականում այդ սպառնալիքը ինքը միայն ավելի է մեծանում։ Շատ հետաքրքիր է, որ եթե նկատեցինք Տեր-Բրահման ինքը այսպես ինչ-որ խիստ կամ կոպիտ մեղադրական խոսքեր չի ասում, սա արիացիների մշակույթն է, հա, որտեղ ոչ մեկ նյութական աշխարհում ապրողներին երբեք չի անվանում ոչ շներ, ոչ տականքներ, ոչ, չգիտեմ ինչեր, խոսքը գնում է սխալի մասին, հա, որտեղ մենք ասեցինք, չէ, որ հիմա ինքը նշում է, թե որ սխալ պատկերացումների պատճառով է, որ կենդանեակը ինքը լցվում է վախով, չէ, եւ մենք տեսնում ենք, որ Տեր-Բրահման ինքը մեղադրական ոչ մի բան չի ասում նյութական աշխարհում ապրող կենդանեակների մասին, ինքը ուղղակի դիագնոստիկա է անում, թե ինչպիսին է ընդհանրապես օբյեկտիվ, ինչպիսին է նյութական աշխարհում ապրող կենդանեակների վիճակը, հա, հասկանում եք, եւ այդ իմաստով, չէ, մենք կարողանում ենք հասկանալ, որ Տեր-Բրահման ինքը այդ վիճակը տեսնում է բավականին ողբերգական, չէ, այսինքն, որ կենդանեակը ինքը խճճվել է իր այդ ես ու իմը գաղափարների մեջ, չէ, եւ խճճվելով այդ ես ու իմը գաղափարների մեջ, խորասուզված լինելով այդտեղ, ինքը լցվում է վախերով եւ այլևս չի կարողանում կանգնել ինչ որտեղ այդ վախի հիմքի վրա, ինքը մշտական ձգտում է ավելացնել իր տարածքը եւ իրան թվում է, որ եթե ինքը լայնանում է եւ ինչքան ավելի շատ տարածք է գրավում, այդքան ավելի ապահով է, չէ, բայց պատմությունը ինքը ցույց է տալիս պարզ, որ կա ինչ-որ մի սահման, որից հետո,
մարդկային կենդանեակի ագահությունը ինքը կանգնեցվում է, չէ՞։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ, երբ որ կենդանեակը ինքը իր նյութական մարմնին կապված լինելով ուրեմն մշտական ձգտում է այսպես բանանել, տարածվել, ապա նրա հանդեպ էլ բաները, նոր ասեցի ուգրոզը, սպառնալիքները քանի գնում այդքան ավելանում են, չէ՞։ Հիմա Երբ որ ինքը ասեց վերջում, որ այդ ամեն ինչը կկանգնի միայն այն ժամանակ, երբ կենդանեակը ապաստարանքը գտնի քո ոտքերի մոտ, չէ՞, այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը, որ ինքը ոչ թե ասեց նյութական աշխարհում ապրող կենդանեակներ իրենք վատն են, ինքը ասեց իրենք սխալ են գործել, հա, եւ կանգնել են ոչ այն բանի պաշտպանության կամ ապաստանի տակ, ինչ որ իրենց կբերեր երջանկություն։ Այսինքն իրանք հույսը դրել են իրենց վրա, դա է իրենց սխալը, հա, եւ դրա հետևանքով երբեք չի կանգնելու ոչ ողբը, ոչ անհանգստությունները, ոչ սպառնալիքները, չէ՞, ինչու որտեվ բոլորն են զբաղված իրենց սեփական երջանկությունը կառուցելու խնդրով, չէ՞։ Եվ երբ որ Բրահման ինքը վերջում ասեց, որ նրանք պետք է ապաստարան գտնեն քո լոտոսային ոտնաթաթերի մոտ, այդ լոտոսային ոտնաթաթեր բանը, բառակապակցությունը ինքը կարող է ընկալվել որպես պոետիկ ինչ-որ բան, բայց իրականում սա պոեզիայի մասին չի խոսքը։ Խոսքը գնում է, Տեր Բրահման ինքը խոսում է նրա մասին, որ պետք է փոխվի, պետք է բանարվի, տեղը դրվի կենդանեակի համար ճիշտ կենտրոնը, ապաստարան հիմքի ճիշտ կենտրոնը, հա։ Եթե մենք տեքստը նայում ենք հոգեբանության տեսանկյունից, ապա հոգեբանության տեսանկյունից այստեղ ուրեմն նկարագրվեց կենդանեակի այդ էլի տրիվոժնոսť, այդ ներքին անհանգստության գիտակցության մեխանիզմը, չէ՞, ուրեմն որն է այդ ներքին անհանգստությունների հիմքը, այն է, որ կենդանեակը իրեն նույնացնում է նյութական մարմնի հետ։ Ինչու՞, որովհետև նյութական մարմինը սա շատ կարևոր հոգեբանական ազդեցություն ունի կենդանեակի գիտակցության վրա։ Երբ որ կենդանեակը ինքը մտածում է, որ ինքը այս մարմինն է, այս մարմինը ինքը ունի 3 թերություն։ Ինքը խոցելի է, այսինքն ցանկացած կենդանեակ, որը կուզի վնաս տա ուրիշ մի կենդանեակի, ինքը դա կարող է անել։ Հասկանում եք։ Ինքը դա կարող է անել եւ սա խոսում է նրա մասին, որ կենդանեակը ինքը վախով է լցվում, չէ՞։ Հաջորդը, ինչ որ անհանգստություններ է պատճառում կենդանեակին, դա այն է, որ կենդանեակը ինքը փորձ է կատարում ղեկավարել իր գոյությունը, որպեսզի ունենա անվտանգություն։ Եվ սա շատ ներքին անհանգստությունների հիմք է իրականում, չէ՞։ Եվ երրորդը դա նա է, որ իրականում ինքը այդ ղեկավարությունը ուղղակի կորցնում է նյութական աշխարհում, որտեղ միշտ կան կենդանեակներ, որոնք իրենցից ավելի հզոր են, չէ, եւ դա վախ է ներշնչում։ Եվ գալիս է այսպիսի ուրեմն շարան, այդ վախից առաջանում է ագահությունը, իսկ ագահությունը ծնում է ավելի շատ կուտակում, այսինքն ավելի ու ավելի է կենդանեակը, այսինքն իրականում իրան թվում է, որ ինքը ինչքան կոպիտ ասած, ինչքան հարստանում է, այդքան պաշտպանված է, չէ՞, բայց հենց որ ինքը հարստանում է, իր վրա կենտրոնանում են լիքը կենդանեակներ, որոնք կուզենային իր հարստությունը իր ձեռքից խլել, եւ իր վախը ավելանում է։ Եվ այսպես փակ շրջան է ստացվում, չէ՞, որտեղ կենդանեակը ինքը չի կարողանում ազատվի, իրականում չի կարողանում ազատվի վախից։ Այստեղ շատ հետաքրքիր էր, որ վախից առանձին
քննարկվեց մի ուրիշ կոմպոնենտ, որը ինքը շատ յուրահատուկ տեղ է գրավում նյութական աշխարհում, հա, դա նսեմացումն էր։ Դա նսեմացումն էր, այսինքն իրականում նսեմացումը դա մի վիճակ է, երբ որ կենդանիակին բոլոր կողմերից նսեմացնում են, դա իր, եթե կարելի է այդպես ասել, հասարակական մահն է, այսինքն երբ որ ազնվորությունը ինքը որպես ազնվորություն ընդհանրապես ոչ մի բան չի, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում հասարակության կյանքում, չէ՞։ Այսինքն դա կեղծ եսն է, որովհետև կեղծ եսը ինքը ընկալում է որպես իր հոգեբանական մահ նսեմացումը եւ շատ դեպքերում, չէ, կենդանիակների համար, որոնք ապրում են նյութական աշխարհում, հասարակական մահը ինքը շատ ավելի շատ ավելի վախենալու է, շատ ավելի սարսափելի է, քան ֆիզիկական մահ, որովհետև հասարակական մահի ժամանակ կենդանիակը դեռ կենդանի է, բայց արդեն իրենից ոչինչ չի ներկայացնում, եթե ինքը ուղղակի, ոնց որ ինքը ուղղակի մահացել է։ Սա ահավոր դժվարացնում է գոյությունը, չէ՞, եւ դրա համար Տեր Բրահման ինքը հատուկ նշեց նսեմացումը։ Եթե մենք խոսում ենք տեքստի մասին, ուրեմն սրտի մաքրագործման գործընթացների հետ կապված, ապա այս տեքստում թվարկվեցին շատ կարևոր սրտի արատներ։ Այդ սրտի արատներն են վախը, էգոիստական ցանկությունները կամ տրփանքը, ագահությունը, կեղծ եսը եւ իմը, իմը բան էլի բլադերտս իմը գաղափարը այս սրտի արատները իրենք չեն վերանում ասկեզայով, այսինքն ճգնություններով այս արատներից ազատվել հնարավոր չի։ Տեր Բրահման ինքը խոսեց նրա մասին, որ այս արատներից կենդանիակը ինքը ազատվում է, երբ որ տեղափոխում է իր կենտրոնացման կետը, այսինքն երբ որ կենտրոնացման կետը դառնում է Գերագույն Աստծո անձնավորությունը եւ միջև այն պահը, երբ որ կենդանիակի եսը չի տեղափոխվում Գերագույն Աստծո անձնավորության դոսային ոտքերի պաշտպանության տակ, այս արատներից կենդանիակը չի կարող ազատվել։ Կարող է ժամանակավորապես լռեցնել, բայց ազատվել դա երբեք չի ստացվի։ Միայն Գերագույն Աստծո անձնավորության ապաստարանն է, որ կենդանիակը ինքը կենդանիակին բերում է այս թերություններից կամ սրտի արատներից ազատագրման։ Ինչպես կարելի է այս տեքստը սխալ հասկանալ, մենք արդեն մշակել ենք ինչ-որ կետեր, որ ամեն անգամ այդ կետերով ենք նայում տեքստը, չէ, ինչպես կարելի է այս տեքստը սխալ հասկանալ եւ դրա հետևանքով սխալ վերաբերմունք կամ սխալ պահվածք ձեռք բերել, հա։ Ուրեմն տեքստը սխալ է հասկացվում, եթե մարդը լսելով Տեր Բրահմայի այս աղոթքը գալիս է այն եզրակացության, որ նյութական աշխարհը ինքը վատն է եւ պետք է այս աշխարհից հեռանալ։ Տեր Բրահման ինքը այդպիսի գաղափար այս տեքստում առաջ չքաշեց։ Ինքը ասեց. «Պրոբլեմը ոչ թե այս աշխարհն է, այլ կենդանիակի սխալ բանը, պետք որ ինքը отождествление մի րոպե, բառը մոռացա, սխալ նույնականացում ունի, հա, դա է խնդիրը։ Այսինքն Տեր Բրահման ինքը ոչ մի տեղ չասեց, որ աշխարհը ինքը վատն է։ Ինքը ասեց աշխարհը ինքը դառնում է խնդիր, եթե կենդանիակը
ունի սխալ նույնականացում, հա։ Երկրորդը գաղափարը, որը ինքը կարող է գոռոզության տեսանկյունից ընկալվել, դա նա է, որ երբ որ խոսացվում է նրա մասին, որ կենդանիակը ինքը ապաստարան է գտնում, դա խոսացվում է թույլ կենդանիակների մասին, այսինքն որ Աստված ինքը այսպես փրկիչ այդ բանից է, փրկարար այդ կռուկն է, հա, թույլերի համար, հասկանում եք, եւ իրականում այստեղ Տեր Բրահման ինքը այդպիսի բան չասեց, թեկուզ ինքը նկարագրեց, բայց եթե այսպես կոչված ուժեղները, որոնք իրենց համարում են ուժեղներ այս աշխարհում, կենտրոնանան մի հատ, չէ, ասենք թե իրանք ընդհանրապես ինչ բանի վրա են, էլի, ինչ ճանապարհի վրա են, չէ, իրանք կտեսնեն, որ իրականում իրանք համարում են իրենց ուժեղներ, բայց այս բոլոր թերությունները, այս բոլոր սրտի ախտախտվածությունները, որ այստեղ նկարագրվեց, գիտեք, եթե ես կասեի, իրանց մոտ ավելի շատ է արտահայտված, քան այսպես կոչված թույլերի մոտ, չէ։ Հիմա եւ ասենք թեկուզ եւ մարդիկ, որոնք իրանք ինչ-որ մի բանի հասել են, իրանք միշտ դեմոնստրացիա են անում իրենց ուժը, ինչու, որովհետեւ իրենք գիտակցում են, որ երբ որ իրանք ինչ-որ մի բանի տեր են, հազար մարդ կա, որ այդ իրանց ունեցվածքի վրա կենտրոնացած է։ Հասկանում եք։ Ուրեմն եւ այստեղ եթե հանկարծ մարդը ինքը այդպիսի հասկացողություն զարգացնի, այսինքն միշտ էլի գոռոզության հիմքի վրա հասկացողություն զարգացնի, ինքը անպայման կգա այն եզրակացության, որ Շիմոն Բաղավատամը դա թույլերի համար է։ Հետագայում մենք ձեզ հետ կտեսնենք, որ Բաղավատամը ինքը որպես ինքնաիրականացման օրինակներ կդիտարկի միայն եւ միայն արիական քաղաքակրթության արքաների իրականացման ճանապարհը։ Այն որ դալշը больше некуда, չէ, որպես ասենք կայացած ազնվություններ։ Ուրեմն երրորդը, ինչը որ կարող է սխալ ընկալում ձևավորել այս տեքստի մեջ, դա այն է, որ մարդը ինքը կարող է մտածել, որ վախից կարելի է ազատվել ինչ-որ հոգեբանական տեխնիկաներ օգտագործելով։ Հասկանում եք։ Այո, իհարկե, հոգեբանական տեխնիկաներով կարելի է վախի սիմպտոմները պակասեցնել, բայց ոչնչացնել դա հնարավոր չի, որովհետև քոքը այդ վախի գտնվում է հավերժության մեջ։ Հավերժ հոգին միշտ վախենալու է, որ հիմա ունի ժամանակավոր մարմին։ Եվ մինչև ինքը իր գիտակցությունը չվերադարձնի այդ կետին, այդ գիտակցմանը, ոչ թե որ հավատում եմ, չէ, այդ գիտակցմանը, որ ինքը հավերժ հոգի է, ինքը չի կարողանալու հաղթահարել նյութական գոյության մեջ, ուրեմն վախի զգացումը։ Եվ այստեղ իհարկե շատ կարևոր է, որպեսզի մենք ասենք մի քանի գաղափարներ կարողանանք ճշտել, հա, ճշտել եւ ուղղել, չէ, որովհետեւ սովորաբար երբ որ հնչում է վախ բառը, չէ, մարդիկ միանգամից մտածում են, որ վախը դա այսպես էլի, հայավարի ասեմ, տղամարդու վայել զգացում չի, բայց իրականում դա կեղծ գաղափարներ են, որտեղ տղամարդիկ իրանք ստիպված են լինում դեմոնստրացիա անել դաժանություն, որպեսզի ապացուցեն, որ իրենք անվախ են։ Եվ այդպիսով լիքը տառապանք են մտցնում այս աշխարհ, չէ՞։ Վախը դա ամոթալի զգացում չի։ Վախը դա բնական զգացում է, որը ապրում է հավերժ հոգին իր ժամանակավոր գոյության հանդեպ։ Այսինքն դա սխալի հետևանք է, հասկանում եք։ Եվ որպեսզի մենք կարողանանք ինքնաիրականացմամբ զբաղվել, չէ՞, ուրեմն ոչ թե պետք է պայքարել վախի դեմ, հա, այլ պետք է փոխել այդ նույնականացումը, թե ինչի հետ եմ ես ինձ նույնացնում։ Եթե ես հասկանում եմ, որ ես հավերժ հոգի եմ, մինիմում հասկանում եմ, իսկ մաքսիմում իրականացրել եմ, չէ, ապա վախը ինքը հետ է կանգնում, որովհետև ասենք
կենդանեակը հասկանալով, որ ինքը հավերժ է, դադարում է տողալ իր այս մարմնի գոյության վրա, կոպիտ ասած, հասկանում եք։ Այսինքն շատ կարևոր է, որպեսզի ոչ այս տեքստը չընկալվի, որտեղ ասեց եւ այդ տառապանքները իրենք շարունակվելու են, չէ՞, միջև չգտնի շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ Տեր Բրահման ինքը հիմա այդ դժոխային կյանքով չի վախացնում կենդանեակներին, որտեղ ինքը կենդանեակների հետ չի խոսում, ինքը հիմա խոսում է Գերագույն Աստծո ազնվորության հետ, չէ՞, եւ ինքը ինչի մասին է խոսում, այն թեմայի, որը ես միշտ կարևորում եմ։ Ինքը հիմա խոսում է նրա մասին, որ իր բանականության շնորհիվ այն իրականությունը, որ ինքը տեսնում է, այդ իրականությունը կայանում է նրանում, որ կենդանեակների տառապանքների հետ Գերագույն Աստծո ազնվորությունը կապ չունի։ Հա, իրենց տառապանքները ծնվում են այն թերությունների հիմքի վրա, որը մենք քննարկեցինք, այսինքն վախ, էգոիստական ցանկություններ, ագահություն, կեղծ ես եւ իմը, հա? Հասկանում եք, սեփականատիրական զգացում, չէ՞։ Հիմա, ուրեմն այս տեքստը ինքը այսպես տրամաբանորեն շարունակում էր առաջագործության թեման եւ կենդանեակների դիրքը այդ առաջագործության մեջ։ Տեր Բրահման հիմա ինքը նկարագրում է, թե ինքը ինչպիսին է տեսնում այն ճակատագրերը այն կենդանեակների, որոնք իրանք ապրում են նյութական աշխարհում, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն ինքը հիմա մինչև այդ խոսում էր տիեզերքի կառուցվածքի մասին, իսկ հիմա արդեն խոսում է կենդանեակի գիտակցության կառուցվածքի մասին, եթե կարելի է այդպես ասել, չէ՞։ Ուրեմն այս տեքստը ինքը ոչ թե մեղադրական է, այլ ինքը բան էլի դիագնոստիկա է, այսինքն ինքը գնահատական է, հա, եւ որտեղ վախը դա ոչ թե պատիժ է, որը կենդանեակը ինքը բան է ունենում է, այլ բանն է էլի այն ինդիկատորն է, հայերեն ոնց ասեմ, չգիտեմ, էլի, այն գործոնն է, որի միջոցով կենդանեակը միշտ իմանում է, որ հենց այս պահին ինքը իր համար սխալ ապաստարան է գտել։ Այսինքն Բրահմայի գաղափարը ինքը կայանում էր նրանում, որ քանի դեռ կենդանեակը ինքը պաշտպանում է ժամանակավորը, այսինքն իր նյութական մարմինը, ինքը միշտ լինելու է անհանգստություններով լի, հա, իսկ երբ որ ինքը ապաստարան է գտնում Գերագույն Աստծո ազնվորության լոտոսային ոտնաթաթերի մոտ, հա, ապա վախը ինքը դադարում է լինել ուրեմն գոյության հիմքը։ Եվ սա ամենակարևոր ուրեմն բաններ, հետևություններ, այսինքն որը մենք պետք է գայինք։ Հաջորդ տեքստը, 7-րդ տեքստը, ինքը հնչում է այսպես, կարդամ տեքստը եւ մենք շարունակենք։ Ով իմ Տեր, նրանք, ովքեր իրենց զրկում են բարիքից, հրաժարվելով քո տրանսցենդենտալ գործունեության մասին գովերքելուց եւ դրանց մասին պատմությունները լսելուց, հիրավի բանականությունից զուրկ եւ անբախտ մարդիկ են։ Նրանք խրված են բոլոր տեսակի մեղքերի եւ արատների մեջ եւ ոչնչի առջեւ կանգ չեն առնում թռուցիկ զգայական վայելք ապրելու համար։ Եվ ուրեմն հնչեց հաջորդ տեքստը, որտեղ Տեր Բրահման ինքը շարունակում է ուրեմն դիագնոստիկան։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Ինչպես տեսանք, Տեր Բրահման ինքը շարունակում է դիմել Գերագույն Աստծո ազնվորությանը որպես ով իմ Տեր, հա, եւ սա շատ անձնական ուրեմն հղում է եւ սա ոչ թե փիլիսոփայություն է, ոչ թե ինչ-որ վերացական խոսակցություն է, սա այն կենթանի վերաբերմունքն է, որը Տեր Բրահման ինքը զգում է, երբ որ նայում է Գերագույն Աստծո ազնվորությանը, հա։ Հիմա ինքը ասեց նրանք, ովքեր զրկում են իրենց բարիքից, հա, ընդհանրապես
այս գաղափարը ինքը հնչում է սանսկրիտ լեզվով Սուսվահանի ինքը եթե բառացի թարգմանենք նշանակում է նրանք, ովքեր իրենք իրանց կողոպտում են, հա, նո այդպես սովորաբար չենք ասում, չէ, բայց սանսկրիտ լեզվով շատ հաճախ ինքը այսպես բառացի թարգմանությունը շատ հետաքրքիր նյուանս է տալիս հասկացողության համար, հա, ուրեմն Սուսվահանի ինքը ոչ թե նշանակում է, որ ինքը իրեն զրկում է բարիքից, այլ նշանակում է ինքը իրեն կողոպտում է, հասկանում եք, եւ այստեղ մենք ստանում ենք այդ նկարը, որ արիացիները իրենք պնդում են, որ մեղքը ինքը նկարագրվում է ոչ թե որպես հանցագործություն, այլ որ կենդանի էակը ինքը տգիտությունից զրկում է իրեն իր իսկ շահից եւ ինքը իրան սկսում է կողոպտել այն հարստությունից, որը ինքը ուներ, իսկ որն էր այդ հարստությունը, դա Գերագույն Աստծո անձնավորության հետ ամուր կապն էր, հասկանում եք, եւ հիմա դուրս գալու process-ը, այդ նյութական աշխարհից դուրս գալու process-ը արիացիները իրենք համառորեն խոսում են նրա մասին, որ դուրս գալը նյութական աշխարհից շատ հեշտանում է, երբ որ կենդանիակը ինքը լսում է Գերագույն Աստծո անձնավորության մասին գիտելիք եւ կրկնում է այդ գիտելիքը։ Եվ երբ որ անձնավորությունը ինքը գիտակցաբար արհամարում է այդ հնարավորությունը, հա, այն ինքը իրեն կողոպտում է։ Եվ երբ է դա տեղի ունենում։ Տեր Բրահման ինքը շատ բարձ հասարակ ասեց. Ալպա բութայա, այսինքն նրանք, ովքեր որ զրկված են բանականությունից, հա, եւ չունեն լավ բախտ։ Որտեղից է ձևավորվում այդ լավ բախտը։ Այսինքն, տեսեք, երբ որ այստեղ ասվեց, որ այն կենդանիակները, որոնք իրենք չունեն լավ բախտ եւ զրկված են բանականությունից, իրենք հրաժարվում են, հա, գովերքել քո տրանսցենդենտալ գործողությունները, լսել դրանց մասին եւ դրա հետևանքով իրենք իրենց կողոպտում են, հա, եւ այսա բաները արիացիները իրանք միշտ կապում են ոչ թե որ բաներ, լսես կենդանիակը եսի միջ արե, ինքը ուղղակի զրկված է բանականությունից, այսինքն սխալ է գնահատում, հասկանում եք, եւ չունի այդ լավ բախտը նշանակում է, երբ է ընդհանրապես կենդանիակը ինքը ձեռք բերում լավ բախտ, կենդանիակը, ինչքան էլ ուզում է տարօրինակ հնչի դա, չէ, կենդանիակը ինքը լավ բախտ է ձեռք բերում, երբ որ ինքը ճանճից դառնում է մեղու, եւ սա կենդանիակի ընտրությունն է, սա ոչ մեկ կենդանիակին չի կարող պարտադրել, հա, հասկանում եք, որովհետև ասենք փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այն դեպքում, երբ որ կենդանիակը կամավոր գալիս է Գերագույն Աստծո անձնավորության գիտելիքը ուսումնասիրելու դաշտ, եթե ինքը դա արել է ինչ որ արտաքին գործոնների ազդեցության ներքո, չէ, միևնույն է, այնքը կամավոր գալիս է, կամավոր նստում է, կամավոր լսում է, բայց չի ընդունում։ Հասկանում եք։ Այսինքն ինքը նույնիսկ ինքը իրեն է խաբում եւ իրեն թվում է, որ ինքը ընտրել է մաքրությունը, բայց իրականում իր մոտ կա թաքնված մեղքի հանդեպ հակում։ Եվ ինքը այդպես էլ չի կարողանում սիրտը բացել մաքրության առաջ։ Դա ուրեմն կենդանիակները իրենք այո, լինում են մեղուներ եւ լինում են ճանճեր։ Եվ սա կենդանիակի ընտրությունն է, թե ինքը ինչ է ընտրում։ Հասկանում եք։ Նյութական աշխարհ են գալիս նախանց կենդանիակները։ Ինչ է նշանակում ընդհանրապես նախանձը։ Նախանձը նշանակում է, որ ես ի սկզբանե, հա, այսինքն ի սկզբանե, եթե ես հայտնվել եմ նյութական աշխարհում, դա նշանակում է, որ մենք ի սկզբանե կենդանիակներ ենք, որոնք չեն սիրում ընդունել ուրիշ կենդանի էակի արժանինքները,
սա ամենագլխավոր բնութագիրն է այդպիսի կենդանիակների։ Չէ՞։ Այսինքն, երբ որ մենք գալիս ենք նյութական աշխարհ, մենք արդեն հոգևոր աշխարհից գալիս ենք այդ ճանճ դարձած։ Եվ քանի դեռ մենք չենք համաձայնվում ընդունել ուրիշ կենդանիակների արժանինքները, մենք մեր գլխին միայն անհանգստություններ եւ վատ բախտ ենք հրավիրում։ Հիմա այստեղ մի շատ կարևոր կետ կա։ Նախանց կենդանիակները, եթե իրենք ռեսուրս ունեն, իրենք անպայման կարողանում են վնաս տալ այն ազնվորությանը, ով իրենց հանդեպ առավելություն ունի։ Եվ արտաքին հայացքից, առաջի հայացքից թվում է, որ վնասը կրեց նա, ում վնաս տվեցին նախանձի հիմքի վրա։ Բայց իրականում այդպիսի անձնավորությունները իրենք հետագայում Գերագույն Աստծո անձնավորության կողմից պարգևատրվում են, իսկ նրանք, ովքեր այդ պահին թվացական հաղթանակի հասան, շատ մեծ պարտություն են կրում, այսպես էլի, վերջնահաշվով, որտեղ իրենք շարունակում են իրենց գոյությունը նյութական աշխարհում։ Ճանճից մեղու դառնալու գործընթացից բացի այլևս ոչ մի ճանապարհ դեպի վերադարձ չկա։ Հա? Եվ այն կենդանիակները, որոնք իրենք ինչու են հրաժարվում, չէ՞ որ Գերագույն Աստծո ազնվորության գործողությունները իրենք տրանսցենդենտալ են, դա նշանակում է, որ դա շատ գեղեցիկ, իմաստուն գործողություններ են, եւ իրանց ուսումնասիրելը, այդտեղ խորանալը, փորձել հասկանալը, Գերագույն Աստծո անձնավորությունը որտեղ, ինչու, ինչպես գործեց, մենք մինչև այժմ բավականին մեծ ծավալով թեմաներ ենք քննարկել Գերագույն Աստծո անձնավորության վերաբերմունքի, նրա պահվածքի, նրա ընտրությունների հետ կապված, չէ՞։ Եվ եթե մենք չենք կարողանում ընկալել, չենք ուզում ընկալել Գերագույն Աստծո անձնավորության գործողությունների կատարելությունը, չէ՞, դա միանգամից նշանակում է, որ մենք մեր բանականությունը թողնում ենք այդ թույլ եւ սխալական վիճակի մեջ, բայց ինչպես եւ դա բնորոշ է գիտության գոյավիճակին, համարում ենք, որ կենդանի մենք ամենախելացին ենք, որ մենք ամեն ինչ հասկանում ենք, որ ոչինչ ընդհանրապես մեր համար անհասկանալի չի եւ այլն եւ այլն։ Եվ այսպես կենդանիակը ինքը իրան ուրեմն բան է անում, հերվածնում է այն նրանից, ինչ որ կոչվում է լավ բախտ։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե այս լավ բախտ կոչվածը ինքը որտեղից է առաջանում, չէ՞։ Հիմա եւ Տեր Բրահման ինքը ասեց, այ հենց նրա համար, որ իրանք դեռ բան են, ճանճ են, չէ՞, իրանք խորասուզվում են մեղքի մեջ։ Այսինքն, իրենք ամեն ինչի մեջ կեղտ են ման գալիս եւ այդ ընթացքում չեն նկատում, ես կոպիտ կասեմ, շատ կներեք ինձ, հա, եւ այդ ընթացքում չեն նկատում, որ հենց իրենք կեղտ են դառնում։ Հասկանում եք։ Եվ այդ մեղքերի մեջ, արատների մեջ թաղվելու process-ը ինքը կոչվում է պապա, մենք այդ process-ը հատուկ նայելու ենք հոգու մաքրագործման աստիճանների դասընթացների ժամանակ, հա։ Եվ այդ process-ը, որտեղ կենդանիակը ինքը խորասուզվում է մեղավոր եւ արատավոր գործողությունների մեջ, ինքը իրականում ավելի ու ավելի է ուժեղացնում իր նյութական պայմանավորվածությունը։ Եվ վերջնականում Տեր Բրահման ինքը ասեց, թե այս ամեն ինչը կենդանիակը ինչի համար է անում։ Եվ հնչեց շատ կարևոր բառակապակցություն, որը սանսկրիտ լեզվով հնչում է քշանասուքա, հա, այսինքն հաճույք, որը շատ արագ վերանում է։ Հասկանում եք։ Հաճույք, որը շատ արագ վերանում է։ Եվ այս ամենից ինչ որ մենք թվարկեցինք, մենք անում ենք
հենց այդ մի փոքր զգայական վայելքին, այսինքն մի մալյոտ է էլի այդ որ միանգամից եղավ ու անցավ այդ մի վարքյան հիմար զգայական վայելքի խաթր, հա։ Ուրեմն այս տեքստը, եթե մենք տեսնում ենք, տեսեք, ասենք ինքը թեման, որը տեքստը քննարկում է, բավականին լուրջ է, չէ՞։ Բայց մենք համել տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը մեղադրական ինչ-որ այդպես էլի գնահատական է տրվում, բացասական գնահատական է տրվում, բայց ոչ մի մեղադրական ինտոնացիա չկա դրա մեջ, չէ՞, որտեղ ինքը վերջում ասեց, դե ուղղակի բանականությունը թույլ է։ Սա բան չէ, էլի, բան գնա մերի, եսի մի չեղի, որովհետև դու տական քեզ չէ։ Այդպես մենք տեսնում ենք, որ այդպիսի տրամադրություն չկա։ Վերջնականում արիացիների սա շատ հիմնական քարն է եւ ես շատ սիրում եմ այս գաղափարը եւ հենց այս գաղափարից է որ համբերություն եմ ձեռք բերում մանրակրկիտ տարիներ շարունակ ինչ որ գաղափարներ կրկնել ինչու որտեվ խնդիրը հայտարարված է որ խնդիրը կենթանիակի թույլ բանականության մեջ է ուրեմն պետք է ամեն ինչ անել որպեսզի ուժեղանա բանականությունը այսինքն որպեսզի ինքը հասկացողություն զարգացնի թե ինչի մասին է խոսքը եւ այդտեղ իհարկե համբերություն է պետք չէ եւ ուրեմն այստեղ հիմա Տեր Բրահման այս տեքստերով մեր այսօրվա 6-7 տեքստերով ինքը քննարկում է թե ինչպես է կենթանի էակը ինքը իրեն վնասում հասկանում եք այդան թվում է որ ինքը եկավ նյութական աշխարհ եւ այն ամեն ինչով որ ինքը զբաղված է դա իրեն երջանիկ կյանք է տալու բայց իր կյանքը լցվում է անհանգստություններով վախերով եւ այլն չէ Եվ ուրեմն դա ինքը ցույց է տալիս, որ կենթանիակը իր նյութական գոյության մեջ մշտական ինքը իրան վնասելով է զբաղված։ Եվ երբ որ կենթանիակը ինքը հրաժարվում է լսել Գերագույն Աստծո ազնվորության մասին, որպեսզի վերականգնի իր վստահությունը եւ կապը Աստծո հետ, չէ՞, դա ուրեմն դա ոչ թե ինչ որ արտաքինից դա թվում է, որ սա ինչ որ նեյտրալ պահվածք է։ Հա, ոչ ես չեմ ուզում, օրինակ ես ուզում եմ դու ուզում ես լսես Աստծո մասին, գնա լսի, իսկ ես չեմ ուզում։ Նեյտրալ դիրք է, չէ՞։ Բայց իրականում սա շատ սև սպիտակ ընտրություն է, հավերժի եւ ժամանակավորի միջև։ Հասկանում եք։ Եվ այստեղ էր, որ շատ կարևոր էր, որպեսզի մենք այդ նրբությունը անցալենք, հասկանում եք, որ տեքստը ինքը չասեց դուք մեղավորներ եք։ Ինքը ասեց դուք զրկված եք բանականությունից։ Հա? Եվ սա ինչի մասին է խոսքը։ Այսինքն բանականությունը ինքը պետք է հասկանա, որ երբ որ խոսքը գնում է Գերագույն Աստծո ազնվորության մասին, խոսքը գնում է հավերժության եւ հավերժ արժեքների մասին, հա? Երբ որ խոսքը գնում է կենթանիակի նյութական գոյության մասին, խոսքը գնում է ժամանակավորության մասին։ Եվ այդտեղ բանականությունը պիտի ընտրություն անի, թե որն է ավելի կարևոր, ժամանակավորը թե հավերժը։ Հոգեբանական տեսանկյունից այս տեքստը ինքը խոսում է նրա մասին, որ եթե մարդը ինքը իրանով զրկում է իրան, իր գոյությունը մտցնել բարձր իմաստի տակ, հա, ապա բանը մարդու փսիխիկան, հա, ինքը ավտոմատ կերպով սկսում է այդ բարձր իմաստը փոխարինել ավելի փոքր իմաստներով։ Հասկանում եք, երբ որ մարդը ինքը սկսում է իր գոյությունը արժևորելու համար ման գալ այն ամեն ինչ որ գրգռում է իրան, հա, ման գալ դորություններ, ման գալ իշխանություն, ման գալ, չգիտեմ, սեքս, ման գալ թե ինչը կարելի է բանել, էլի ինչ որ ինչքան հնարավոր է ավելի շատ բան, հրակ մեքենա, տուն, տեղ, չգիտեմ, յախտա, դաչա, կղզի, եսի ինչ աշխարհ եւ ի տակ դալի, հասկանում եք, այդ ամեն ինչով ինքը փորձում է փոխարինել այն բարձրագույն իմաստը, որ իրականում իր անհավերժության մեջ դրված է։
Այսինքն խնդիրը ոչ թե նրանում է, ես սա միշտ քննարկել եմ, հիմա քանի գնում եմ, մենք դա տեքստերի մեջ ենք տեսնում։ Արիացիները իրենք չեն քննարկում այդպիսի թեմա, որ կենդանեակը պետք է զրկված լինի վայելքից։ Հասկանում եք, իրանք քննարկում են թեմա, թե ինչի հետ է կենդանեակը կապում իր երջանկությունը։ Եվ իրանք պնդում են, որ այո, եթե դու ինքդ ունես ժամանակավոր մարմին եւ քո երջանկությունը կապում ես ժամանակավոր եւ թերի մարմինների հետ, ապա դու դատապարտված ես միշտ լինել անհանգստությունների, վախերի, կորուստների, մի փոքր ձեռքբերումների եւ այդ շրջապտույտի մեջ, չէ՞։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ նորից եւ նորից Բրահման ինքը արդեն սիրտը մաքրագործելու տեսանկյունից ամենակարևոր հիմնային սրտի արակն է համարում, ուրեմն այն ինչ որ արիացիներ իրանք ասում են ավիդիա, այսինքն տգիտությունը, այդ որ ինքը չգիտի։ Եվ այդ տգիտությունից է որ ծնվում է եւ էգոիստական ցանկությունները, եւ ագահությունը, եւ կապվածությունները այս աշխարհի ժամանակավոր օբյեկտների հանդեպ։ Եվ արդեն կենդանեակը ինքը հասկանում է, թե ինքը ինչ խնդիր ունի եւ ինչի վրա պիտի կենտրոնացած լինի։ Հասկանում եք, երբ որ անձնավորությունը ինքը իր ներքին աշխարհով խորասուզվում է հոգեվոր զարգացման մեջ, իր մեջ տեղի է ունենում մի շատ կարևոր փոփոխություն։ Ոչ թե ինքը հրաժարվում է պարտականություններից, ոչ թե ինքը ինչ-որ անջատվածի տեսքով սկսում է քայլել այս աշխարհում, ինքը այսպես խիստ պարտականություններ կատարող է, հա, բայց ինքը մի շատ կարևոր բանից է ազատ, ագահությունից, որովհետև ինքը արդեն գնահատում է, ինքը այնքան բանական է, որ գնահատում է այս աշխարհը որպես մի աշխարհ, որին այո, ինքը ինչ-որ բաներ է պարտք մնացել իր անցյալ կյանքերի հաշվին, բայց որը այլևս իր ներքին աշխարհի կապվածություններին արժանի չի։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա ինչպես կարելի է այս տեքստը նույնպես սխալ ընկալել եւ ասենք ինչ-որ սխալ պրակտիկայի մեջ մտնել, չէ՞։ Շատ սխալ կլինի Բրահմայի այս տեքստերը, նորից ես կրկնում եմ այդ թեման, ուրեմն դարձնել բան էլի, որ Բրահման ինքը կշտամբում է այս տեքստերով նյութական աշխարհը եւ նրանում ապրող կենդանեակներին։ Ինքը իրականում կարեկցում է։ Սա կարեկցանքի խոսքեր են, որտեղ երբ որ մարդը ինքը ասում է կենդանեակները իրանք դժվար վիճակում են, բայց դժվար վիճակում են, որովհետեւ դմբլո են, այսինքն որովհետեւ ինչ-որ մի բանը չեն հասկանում։ Սա մեղադրանք չի, հա։ Եվ չի կարելի այս տեքստերի հիմքի վրա սեփական սրտի մեջ մեղադրական տրամադրություններ ձևավորել, հա, եւ դրա հաշվին հասնել գոռոզության, որ տիպը ես արդեն Աստծո մասին լսում եմ, ուրեմն ես ավելի բարձր եմ, իսկ այն մնացածը իրանք չգիտեմ, են։ Այդպիսի վերաբերմունքը ինքը ոչ մի հոգևոր արդյունքի բերել չի կարող։ Խնդրում եմ միշտ հիշեք, գոռոզության հիմքի վրա հոգևոր արդյունքներ ոչ մեկ չի կարող ստանալ։ Հասկանում եք, այսինքն նա որ կփորձի այս տեքստերը օգտագործել որպես հոգևոր արգումենտ գոռոզություն զարգացնելու, որտեղ ինքը հոգևոր կյանքով է, հոգևոր կյանքն է ընտրել, ինքը շատ մեծ խնդիրների առաջ է կանգնելու եւ իր ներքին աշխարհը չի կարողանալու գնալ դեպի մաքրագործում, հա։ Եվ ուրեմն սխալ ընկալում կլինի, եթե մենք այդպիսի հասկացողություն զարգացնենք, որ ինքը վայելելը կյանքը, հա, համարվում է չարիք։ Հասկանում եք, դա իրականում այդպես չի։ Գերագույն Աստծո անձնավորությունը նախասկզբնականորեն բոլոր կենդանեակները իր մասնիկներն են, անբաժանելի, հա, այսինքն որակապես մենք Գերագույն Աստծո անձնավորության նման ենք, քանակապես անսահման չնչին նրա համեմատ, չէ՞։ Իսկ որակապես նույնը դա նշանակում է ինքը Գերագույն Աստծո անձնավորության գոյությունը դա վայելքն է։
Հասկանում եք, ոչ թե ուրիշ կենդանիների տառապանքների մեջ զբաղված լինելն է, այլ սեփական կյանքում կյանքը վայելելն է։ Մենք խոսացել ենք, որ այս գաղափարը ինքը բացատրվում է մարմնավորումների գաղափարի միջոցով, չէ՞։ Եվ ուրեմն շատ կարևոր է, որ սա հոգևոր մարդը ինքը հասկանա, որովհետև եթե ինքը սկսում է փորձել հրաժարվել այն տեսանկյունից, որ թույլ չտալ իրեն ոչ մի բանով, ասենք ոչ մի բանով ուրախանալ, ոչ մի բան վայելել, չգիտեմ ինչ, ինքը իր ներքին աշխարհը չորացնում է, հասկանում եք։ Իսկ չոր վիճակում գալ հասնել Աստծուն դա հնարավոր չի։ Մենք պիտի հասկանանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը նախանձ չի եւ ինքը դեմ չի, որ կենդանիակը իրեն լավ զգա։ Խնդիրը կայանում է նրանում, թե որ պարագայում է, որ կենդանիակը կարող է իրեն լավ զգալ։ Ուրեմն, երբ որ կենդանիակը ինքը բան է անում, հրաժարվում է այդ բարձրագույն գործողությունից, այսինքն զարգացնել գիտելիք Աստծո մասին։ Տեսեք, ոչ մի բարդ բանի մասին խոսք չի գնում։ Կենդանիակը ինքը ապրում է իր կյանքը, բայց զուգահեռ լսում է Աստծո մասին։ Եվ քանի գնում այդքան ավելի ու ավելի մեծ իմաստություն է ձեռք բերում, թե ինչպիսին է Աստված, թե որն է կենդանիակների նյութական գոյության հիմքը, թե մենք այստեղ ինչ ենք ուզում, իսկ այդ ուզածը կարողանալու ենք իրականացնել, թե ոչ, հասկանում եք։ Եվ սրանք շատ կարևոր տրամադրություններ են։ Եվ ուրեմն 6-րդ տեքստում Տեր Բրահման ինքը խոսեց վախի մասին, եւ հիմա 7-րդ տեքստում ինքը քննարկեց վախի պատճառը։ Եվ վախի պատճառը դա նա է, որ կենդանիակը ինքը ընտրում է լինել ճանճ։ Եվ հրաժարվում է լսել մաքուր կենդանիակի, կատարյալ կենդանիակի կատարելությունը, որպեսզի վերհիշի սեփական կատարելությունը։ Եվ առաջի հերթին այդպիսի կենդանիակը ճանճ է հենց ինքը իր համար, որովհետև սիրում է փորփրել կեղտը, այլ ոչ թե նեկտարը։ Եվ ուրեմն սա մեր այսօրվա տեքստերն էին։ Ես փորձ կկատարեմ, եթե հաջողվեց շաբաթ կիրակի օրերը, եթե ինձ չզբաղացնեն նորից կեցաղային հարցերով, մի 2-3 դասախոսություն կձայնագրեմ, որպեսզի լրացնենք ուրեմն այն բացը, որը տեղի ունեցել այս շաբաթ։ Իսկ այսօր այսքանը, սիրելիներս, ես ձեզ բարի հանգստյան օրեր եմ ցանկանում, ըստ